Դու պատրաստ ես այս ամեն ինչի մեջ չգործընծնելու քո հավատքդ։ Դու պատրաստ ես աղքատության, բանդարգության եւ նույնիսկ մահվան։ Եթե ադիգա է կինը Քրիստոսին հետևելու։ Այսօր աշխարհը մեզ կկարոզե հանգիստ, հաջողակ եւ ամփորձանք քրիստոնեությունը։ Բայց հայտնության դերը Զմիրնայի եկեղեցու գսե մի վախնար այն բաներեն, որոնք պիտի չարչարվիս։ Լսե այս պատկամը հալածանքը ոչ թե անցյալի պատմություն է, այլ քարիք օրերու մաղը, որ պիտի զադե իսկական հավատացյալը ցևական են։ Չարը կպատրաստվի իր վերջի հարցագումին, բանդերը պիտի լեցվին, զրբարդությունները պիտի սաստկանան, բայց հաղթողը մեզ կգանչե հավատարիմ եղիր մինչև մահ։ Դու ունիս այն հավատքը, որ չի ձախվիր ոչ մեկ քնով։ Պատրաստ ես լսելու Զմիրնիայի պատկամը, որ քո հոգիդ պիտի զինե գալիք արյունոտ փորձություններու դեմ։ Արյան վկայություն եւ հավատարմություն միջև մահ է, որ կբահանջե հայտնության երկրորդ գլուխը 8:11։ Անաբազորյա հացի սիրելի ընտանիք, այսօր մենք կմտնենք հայտնության գրքի ամենացնցող էջերեն մեկուն մեջ։ Զմիրնիայի եկեղեցին, դարաբող եկեղեցին է։ Անոնք ոչ թե հարուստ էին այս աշխարհիկ չափանիշներով, այլ աղքատ ու հալածված։ Սակայն դերը, որ առաջին ու վերջինն է, որ մերավ ու գենտանացավ անոնց կսե. Գիտեմ քո նեղությունդ եւ աղքատությունդ, բայց դու հարուստ ես։ Այսօրվա աշխարհը մեզի գսե, թե Աստծո օրհնությունը նյութական հաջողության մեջ է, բայց երկնքի չափանիշը բոլորովին տարբեր է։ Իսկական հարստությունը այն հավատարմությունն է, որ կփայլի հալածանքի գրագի մեջ։ Գալիք պատուհասները, որոնց մասին կխոսի, միայն բնական աղետներ չեն։ Ամենամեծ պատուհասը, որ կմոտենա քրիստոնեության հոգևոր եւ ֆիզիկական հալածանքն է։ Մենք կտեսնենք, թե ինչպես աշխարհը հետը զետը կդառնա տշնամի աստվածաշնչական ճշմարտությանց։ Մարդիկ կզրբարդեն մեզ, կգոչեն հետամնաց կամ ադերություն սերմանով, բայց դերը կհայտնե, որ ադիգա սատանայի ժողովարանի գործն է։ Այսօրվա հավատացյալը պետք է ստապի իր այն երազեն, թե աշխարհը պիտի սիրեզի։ Դեր Հիսուսը մեզի չխոստացավ հանգիստ կյանք, ամեզի խոստացավ իր ներկայությունը մահվան շուքի ծորին մեջ։ Լսեցեք մարգարեական զգուշացումը։ Ահա սատանան ցեզմե ոմանք բանտ պիտի նետե, որբեսի փորձվիք։ Այս խոսքը ուղված է մեզի։ Մենք կգարձենք, թե բանդերը միայն 5 տարերու մեջ էին, բայց այսօրվա ճագերդյալ թվային բանդերը, իրավական ժնշումները եւ քալիք բռնադիրական գարկերը կպատրաստեն նույն այն փորձությունը։ Դու պիտի կարենաս դիմանալ 10 օրվան նեղության, երբ քո ամբողջ ապրուստը, քո ազատությունդ եւ քո բադիվդ վտանգված պիտի լինան։ Զմիրնայի պատկամը մեզ կսորվեցնե, որ փորձությունը ժամանակավոր է, բայց վարձատրությունը հավիտենական։ Մի վախնար այն մարդոցմե, որոնք մարմինը կսպանեն, այլ վախցիր անգե, որ հավիտենականության դերն է։ Արթնության գոչը այսօր հրավեր մնե պատրաստվելու արյան վկայության։ Եկեղեցու պատմությունը գրված է նահատակներու արյունով, եւ վերջին օրվան այդ արյունը դարձյալ պիտի կանչե։ Դեր Հիսուսը կքաջալերե մեզ հավատարիմ եղիր մինչև մահ։ Ասիկա չի նշանակեր միայն ֆիզիկական մահ, այլ նաև մեր եսին մահը, մեր հարմարավետության մահը։ Եթե մենք չենք կրնար այսօր փոքր նեղություններու դիմաց հավատարիմ մնալ, ինչպես պիտի կանգնենք, երբ Հագա Քրիստոսի համագարկը բարդատրե իր գամքը։ Զմիրնայի եկեղեցին չուներ շատ զորություն, բայց ուներ անսասան հավատք։ Այսօր մենք կարիքն ունենք այդ նույն հոգևոր ողնաշարի։ Հաղթողին դրված խոստումը մեծակույնն է։ Գսե հաղթողը երկրորդ մահեն բնավ պիտի չվնասվի։ Մարդիկ կրնան մեզ առաջին մահվան տանել, բայց անոնք իշխանություն չունին քո հավիտենական հոգիիդ վրա։
Մերօրյա բադուհասները, լանանոն կենսապանական, ռազմական, տեդնդեսական, ընդամենը գործիքներ են սատանայի ձերքին մեզ վախի մեջ պահելու, բայց Տեր Հիսուսը գսե մի վախնար, եթե դուն կպատկանիս անոր, որ հաղթեց մահվան, դուն արդեն անմահ ես, քու հավատարմությունդ այսօր պիտի որոշե քու պարկդ վաղվան։ Այս սերդողությունը սիրեիներ գոչ մնե ամեն մեկուն վերանայելու իր առաջնահերթությունները, եթե քու քրիստոնեությունդ միայն օրհնություն եւ հանգիստ փնտրելու համար է, դու պիտի ցախողիս գալիք օրերուն, բայց եթե դու զմյուրնիայի զավակ ես, եթե դու պատրաստ ես Տիրոջ համար գրելու ամոթը եւ զրգանքը, ուրեմն գենաց բսակը քեզ կսպասե։ Թող մեր հոգիները զինվին այս մարգարեական զորությամբ, որբեսի երբ փորձության ժամը գա, մենք կանգնած մնանք, որբես լույսի վկաներ մինչև վերջին շունչը։ Լսեցեք, ինչ որ հոգին գսե եկեղեցիներուն, հավատարիմ եղիր մինչև մահ, եւ Աստված քեզ պիտի տա հավիտենական կյանքի բսակը։ Ամեն։